ավելի նստված կա, բայց մի փոքր մեծացնենք շրջանը, որպեսզի իրար կարողանանք տեսնել ու առաջ
գաղթահարելու Փերիահայերից մեզ ավանդված սկզբում զույգերով ենք կանգնում, հետո դառնալու ենք մեծ շրջան։ Այստեղ Դավիթ Շողեր, խնդրում եմ, այս անկյունում Դավիթ Շողեր, եկեք այստեղ։ Այս անկյունում կանգնենք եւ արագ կազմակերպվում ենք։ Բարի ինքը հենց դաշտերում պարվող բարեր այնպես բայց դուք նստած մնացեք, հա, շատ ծանր։ Այդտեղ ջահելները կհարեն։ Ժողովուրդ ջան, հայտնի հարի խնոցին բոլորը գիտեք միացել։ Թումանյանի բառերով գնացինք։ Հարի խանոցի մեջ հատ բարի խանոցի ունկատ բարը խանոց մեջ հատ կարակ կարակն ու յուղն ունենք, իմա ջանուր ես, յուղ ունենք, հացը ունենք, սիրելիս, դե հիմա ինչ անենք, ինչ պիտի անենք, պիտի հագնվենք, չէ։ Իհարկե պետք է այնպես հագնվենք, որ համապատասխան լինի, հայկականին, ազգայինի, ճիշտ է։ Ժողովուրդ ջան, կտորի խանութներ չկա, մենակ խոշոր քաղաքներում, Բիթլիս, Էրզրում, Վան, Թիֆլիս, կտորը դրսից է գալիս, գործում են նաև, ուրեմն պիտի բուրդը խուզեն այս սեզոնին, լավ գզում են երեխեք, այ այս գործիքի վրա, գզգզում, ինքը պիտի փափուկ ամպիկի պես լինի, որ կարողանան բոլորեն իլիկով և ստանան թելը։ Իսկ ովքեր գիտեն իլիկ մաներ, ինձ թվում է ինձ սերունդը չի Մայրիկը ինտեղ գիտեն, Գյուլնարա մայրիկը։ Ովքեր գիտեն իլիկ մաներ, դուք շատ լավ է, ինչ-որ շատ բոլորիդ պաչիկներ, ես էլ սովորեմ հիմա երևի։ Ուրեմն, ինչպես տեսակ բոլոր աշխատանքները ուղեկցվել է երգերով, իլիկը նույնպես ուղեկցվում է երգով։ Իլիկի երգ ենք սովորում, երեխեք ուշադիր կրկներքին պիտի միանալ։ Ուրեմն քսում է փեշին և պտտում է, քսում է փեշին և իլիկը կանխարդական իր պտույտն է անում, պտտվում է։ Ինձ ես գիտեն, արիներ ջան, այո գիտեն։ Գյուլնարա մայրիկ, դուք էլ եք իլիկ պտտում եք եք։ Երեխեք իլիկի կանխարդական պտույտը սկսվում էր երեկոյան, երբ ամբողջ Գերդաստանը հավաքվել է, խնոցին արել ենք, հացը թխել ենք, հիմա տատը կսկսի իլիկը պտտել ու հեքիաթը, շուտասելուկը, էպոսը, խաղը, երգը կսկսի։ Իլիկը պտտում է, քսում է գոգնոցին, որ քսում է գոգնոցին, քստոց է լսվում։ Քստ, կարող ենք անել։ Հիմա ես կփորձեմ։ Քստ, քստ, և պտտվում է, պտտվելուն բարբարով նաև ասում են ֆրալ, քստ, ֆրրրր, փորձենք, քստ, ֆրրրր, քստ, ֆրրրր, քստ, ֆրրրր, հիմա երաժշտությունը, քստաֆար, քստաֆար, բոլորս անում ենք, բոլորս, գնացինք ժողովուրդ, քստաֆար, քստաֆար, բոլոր պիրենքում եք, գլուխ պահել չկա, քստաֆար, քստաֆար, ես հարց չեն տանի, քստաֆար, ով չերեք ես հարց չեն տանի, քստաֆար, ներգրելքը դուք եք անում, ջահելներ գլուխ պահել չկա, շատ ագործ օգնեք մեզ, քստաֆար, ուրախանանք սիրտներս ուրախ լինի, որ կարողանանք այս վիճակը հաղթահարենք, ազգայինով ուրախ լինենք, ազգայինով ուրախ լինենք։
Բայց ինչ կարելի է տխուր լինել, Վանուհի ջան, տեսնում եք, Այսքան բերք է, որ նույնիսկ էման է էլի կմանում։ Իրիկ եմ մանում արդեն, ասկոտան ամեն ինչ գիտեմ արդեն, եկեք հաջորդին անցնենք։ Հաջորդը ճախարակ, մանիր, ճախարակ, հիշում եմ ինչ-որ բան։ ճախարակը պտտվում է և իր վրայի իլիկը պտտվում է, թել ենք մանում, ճախարակի նույնպես նվիրված երգեր կան։ Ինչ ուրախ եք եղել ժամանակին, ամեն ինչ իրա երգն էր։ Բուրդը գզեք, թելը մանեք, ջտեր դուք ներքևում մնացեք, ժողովուրդ ջան, կրկներքը իսպես է, հիմա ասում ենք ու լսում ենք, ձեզ տեսնենք կրկնում եք, հոպ մարալ, ջան, հիմա դուք եք, հոպ մարալ, ջան, ստացվեց, հիմա երաշտությամբ, հոպ մարալ, ջան, մի հատ փորձենք, դուք եք, հոպ մարալ, ջան, ստացվեց, դե սկսեցինք ճախարակ ենք պտտում ու երգում ենք, սկսեք, դուք եք սկսում, հոպ մարալ, ջան, ճախրակի ոտը ուռի, հոպ մարալ, ջան, ճախրայ մանո գյոց ուռի, հոպ մարալ, դուք եք, հոպ մարալ, ջան, ճախրակի ոտը մաշի, հոպ մարալ, ջան, ճախրայ մանո կուտանձի, հոպ մարալ, ջան, ճախրակի ոտը փուշի, հոպ մարալ, ջան, ճախրայ մանո արուշի, ապրեք, ինչ աշխատան էլ առատ բերք սանային, իչքան էլ բերք ու բարիք սանային էմա ջան, ամենակարևորը, որ տանը օրորոց և երբ իրար օրնում էին, ասում էին, ձեր օրորոց էրթա ու գա, այսինքն ճոճվի միշտ բալիկներ ծնվեն։ Եկեք մենք էլ մի հատ հին ավանդական այդ խոսքերը միասին արտաբերենք, բոլորից իրար ողջենք։ Էրթա ու գա։ Գնացինք, ձեր օրորոց էրթա ու գա։ Բոլորիս տան օրորոց օրորվի, ամեն, բոլորիս տան օրորոց օրորվի, շատ հայ բալիկներ ծնվեն, պիտի լրացնենք են 5-10 հազարի կորուստը, որ ունեցանք, պիտի լրացնենք, պիտի ապրենք ծնվելով, շատանալով, աշխարհը լցնելով, և բոլորիս տանը թող օրորոց օրորվի, թող բալիկներ ծնվեն, հայ ընտանիքները գերդաստանները ծլեն, ծաղկեն, զորանան, լսում ենք Բութանյայի օրոր և Սասունի երգեր, կրկներքը կարող եք Կրկներքի միանում ենք սիրելիներս։
հեշտ է։ Դուրի լավ, շատ բարձ է բառերը։ Միացեք։ Հայոց կենաց ծառը կանաչ լինի, մենք այսօր ուզում ենք նաև ծառը զարդարել, տեսնում եք այստեղ մենք կենաց ծառ ունենք հայեր ջան, որովհետև ճիշտ է առանձին մենք մեր գերդաստանների տոհմածառը ունենք, բայց բոլորս միավորված ենք մեկ ընդհանուր տոհմածառով, հայ ժողովրդի տոհմածառը, որը պիտի կանաչի պարտադիր և պիտի պտուղներ տա։ Այդ պտուղները մենք ենք, մեր երեխաներն են, մեր ծնողներն են։ Հիմա պիտի ծառը զարդարենք և դրա համար շատ կարևոր է, քանի որ ծառը մի քիչ են կողմ է, շատ կարևոր է իրար կազմակերպած լսենք։ Բոլորիս տոհմածառները դարավիր են, արտավիր կանաչ շուղեր կան, ամեն նորաստեղծ ընտանիքով տոհմածառը մի կանաչ շուղեր են, և ամեն ծնած բալիկները մեր պտուղներն են, ծառը պիտի զարդարել, մենք իսկ կենաց ծառը հիմա զարդարել, և ծառը կգործել, ծառը ողել երկը թափորակ ողջ է, հասանեկան ծեսի երկ է, իսկ գիտեք հարսանիքը հենց կենաց ծառը նորոգող արարողություն է, չէ, որովհետև պիտի նոր բալիկներ ծնվեն։ Ուրեմն մենք հարսանեկան ծեսի երկ, դուք կրկներքին միանում եք և ծառը
տարի օգոստոսի 17-ին ամբողջ գավառում կարող է լինել մեկ աստվածածնի եկեղեցի, որը բոլորի համար սիրելի պաշտելի եկեղեցին էր, եւ ամբողջ գավառը գնում էր այդ աստվածածնի բան ուխտի։ Ուխտագնացությունը սկսում էր նախորդ օրը, այսինքն երեկվանից պիտի սկսանալ։ Ինչու, որովհետև սիրելիներ ջան, ավտոմեքենա չկա 200 տարի առաջ, ուխտատեղի են հասնում կամ ոտքով, կամ սայլերով։ Իրենց հետ տանում են մատաղացու ակրորը կամ նարը և սայլերով ամբողջ Գերդաստանով բարձրանում են աստվածածնի բան։ Գիտեք, մեր ժողովուրդը եկեղեցիները բարձրադիր տեղում է կառուցել։ Ազգագրագետը նկարագրում է, ասում է պիտի տեսնեիք այդ ամբողջ սարը ինչ էր լինում։ Ամբողջ սարը ծածկվում էր լույսերով, որովհետև ժողովուրդը գնում է ջահերով, սայլերով և աստվածածնին նվիրված երգեր երգելով ճանապարհին, որ լուսադեմին հասնեն սրբատեղի և արդեն դե տեղավորվեն ու մասնակցեն սուրբ պատարագին։ Պատկերացնում եք տեսարանը սարը բարձրանում են սայլերով, աստվածածնին նվիրված երգերով և ջահերով։ Սիրուն է տեսարանը, մտապատկերում տեսակ, այո, մենք փորձել ենք մի քիչ իրականություն դարձնել այդ կտորը, փորձել ենք, չգիտենք կստացվի թե չէ։ Լույսը գիտեք ինչի խորհրդանիշն է, իմաստնության, սիրո, լույսը, նաև գիտենք Քրիստոսն է, որ ինքը հենց սերն ու իմաստնությունն է, և պատկերացրեք, որ ջահերով բարձրանում են բլուրը ու երգում ենք աստվածածնին հոգևոր շարական և հաջորդը պիտի երգենք աստվածածնին գովող ժողովրդական երգ, որը շատերդ գիտեք։ Պիտի խնդրեմ, որ ժողովրդական երգին միանանք։ Լավ։ Իրականացնի, եթե բարի է, եթե զինվոր ունեք, Աստված հասնի պահպանել, մեր բոլոր զինվորներին պահպանել։ Եթե նորապսակներ ունեք, բարի բախտի արժաններ են, շատ զավակներ ունեն, եթե կամուսնացածներ ունեք, աստվածածնի բարեխոսությամբ իրենց բախտը գտնեն ժողովուրդ ջան։ Աստվածածնի լույսն ու սերը մեր ժողովրդի հետ։ Ամեն։ Ժողովրդական երգը միասին կատարում ենք, դառնում է խմբային աղոթք տիրաները։ Միացեք, երգը կարծում եմ շատերը գիտեք, եթե նույնիսկ տեքստը չգիտեք, կարող եք ուղղակի բացական չնայեք, այդպես միանալ։ Կարևորը, որ աղոթքը միասնական ստացվի, աստվածածնին նվիրված ժողովրդական երգ։ Տիրանոր գործ։
Kim Surat İran'dan. Jarae Kim Surat İran'dan. Ikhtarne çermak mançer. Jarae Kim Surat Ժողովուրդ ուխտագնացության ժամանակ նաև բարել էին, բարը կոչվում է աստվածածնա, սիրելի մասում ցույց կտա, աստվածածնա բարը, միացեք, Հիմա խնդրում ենք կենաց ծառի շուրջ բոլորս մեծ շրջան բռնենք, որպեսզի կարողանանք տեսնել պարաքայլերը ու պարաշրջանի մեծ պարաշրջանի կարողանանք բարել։ Հնարավորինս արագ ինքնակազմակերպում ենք։ Գնացինք, մեծը օգնում են փոքրերի, փոքրերը մեծերի։ Արագ, արագ։ 3, 4, 5, 6, 1, 2, 3, 4, 5, 6 Հիշում ենք մարմինի մի փոքր թեքված դեպի աջ ու գնում ենք մի փոքր էլ առաջ Պատրաստ ենք, մեկ անգամ էլ փորձենք ու արդեն մենք պատրաստ ենք երաժշտությամբ աստվածածնա բարը, աստվածածնա տոնի բարելու Պատրաստ նորից, հեյ, 1, 2, 3, 4, 5, 6 Ձեռքերը դիմացում 3, 4, 5, 6 Մենք պատրաստ ենք, խնդրում եմ Ձեռքերը բաղում ենք դիմացում մեր ժողովրդական տոների ինչքան կթող, դաստիարակող, միասնականություն, գաղափարը տվող ուժուն է։ Շարունակենք մեր պարուսությունը, գյովըն, որովհետև գյովըն տարը համայնական բար է և բարել են բոլորը, առանց խտրականության, որովհետև մեր
հայկական պարերում ունենք պարեր, որ ունեն խորհուրդ տարբեր թեմատիկ բնույթ եւ բոլորին չի թույլատրվել պարերը պարել։ Օրինակ հարսանեկան պարերում ունեցել ենք պարեր, որ միայն ամուսնացածները պիտի պարեն։ Հիմա գյուղն պարը գունդ բառից առաջացած, որը նշանակում է Կարակ լավ հետ գնալ։ ժողովուրդ պարն ենք սովորելու, նորից 6 գնալ եւ 1 դառնալ պարատեսակին, այս անգամ ձեռքերը բռնում ենք ճկունթով, նույն սկզբունքով, աչքը տակից ձախը վրայից, բայց պիտի խնդրենք շրջանը մեծացնել, մի քանի շրջան չլինի, որպեսզի բոլորին պարաքայլերը տեսանելի լինի։ Ովքեր պատրաստ են պարելու մնալ շրջանի մեջ, ովքեր չեն ուզում պարել, մի փոքր մի կանենք, որ գոնե պարողների չխանգարեն։ Մի քիչ ավելի մեծացնենք, կլորացնենք, սիրունացնենք շրջանը։ Տեմպի հետ շարժել այսպես 1, 2, 3, 4, 5, 6 1, 2, 3, 4, 5, 6 Հիշում եք չէ աստվածածնապարի առաջին 3 շարժումը, ուղղակի ոչ թեքումով, դեպի աջ էին դնում ամեն պարաքայլի 2 ծնկածալ այսպես 1, 2, 3, 4, 5, 6 Չորրորդ հաշվին այս անգամ ոտքը վերև չի բարձրանում, կես թարթ առաջ քայլ ենք դնում 4 նորից ծնկածալով ծնկածալ, որից հետո 5-րդ հաշիվը դեպի ձախ 5 եւ 6-րդ հաշիվը նորից հաթով ծնկածալով կրկնենք միասին պատրաստ 3-4 1 2 3 4 5 6 Կեցեք 1 2 3 4 5 6 Նշենք, որ գյովնդը շատ տարածված պար է եւ ունի բազմաթիվ տարատեսակներ։ Հաջորդը մի անգամից 3 պար ենք սովորելու, կցած 3 պարը միասին պարել։ Վերվերին է լինելու միջին տեմպո, ձեռքերը մնում են դերևս ճկույտ, բայց թեև կա, սովորենք ձեռքերը ներքևում։ Առաջին Ձեռքերը ներքևում ճոճելով։ Դեպի ետ, պատրաստ, ետ, առաջ, 3, 4, 5, 6, 1, 2, 3, 4, 5, 6 Պարաքայլերը գյուղնդի պարաքայլերն են գրեթե, բայց այս անգամ ծանր ծնկածալերի փոխարեն ավելի թեթև զսպանակային ենք պարում, նայում ենք այսպես 1, 2, 3 եւ ոտքը բարձրացավ 4 Նորից եկավ 5-րդ հաշվին ձախ 5, 6 Նորից 1, 2, 3, 4, 5, 6 1, 2, 3, 4, 5, 6 1, 2, 3, 4, 5, 6 Ձերքերը դրեցինք ուսերին, մի փոքր ինֆորմացիա կթվա շատ, բայց եւ երաժշտությունը հնչի միանա ձեր հայկական ոգին, պատկերացրեք բոլորս մեկ մարդու պես կարողանալու ենք պարել։ Ձերքերը դնում ենք ուսերին, մի շատ կարևոր բան, չեն կախվում ընկերոջից, պարտադիր ուսագոտուց են բռնում, աջ ձեռքը թիկունքի մասում եւ ձախը ներսի կողմից։ Նույն միջին տեմպը այս անգամ արդեն թռիչքով են փորձում։ 6 պարաքայլ, փորձեք պատրաստ 3, 4 1, 2, 3, 4, 5, 6 1, 2, 3, 4, 5, 6 Այսօր որոշել ենք մի չքնաղ պարատեսակ ձեզ սովորեցնել, որը մենք սովորել ենք մեր վարպետից Ռուդիկ Հարոյանից։ Հիմա ավելացնենք ճոճքը, առաջին 4 շարժումը կրկնում ենք 1, 2, 3, 4, որից հետո ձախը դեպի ձախ, ձախ, աջ, ձախ, աջով հարված։ Փորձենք ճոճքի մասը, պատրաստ նորից, հեյ, ձախ, աջ, ձախ, հարված, նորից 3, 4, ձախ, աջ, ձախ, հարված, ամբողջական պարը փորձենք 3, 4, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 Միայն եկեք ձեռքերներ ուղեք, որ չկախեն հայ իրարից, ձեռքերը չենք գցում կողքինի վզին, այդ ուսա գլխին ենք դնում, այդպես ձեզին հեշտ կլինի պարել ձեր կողքիններում ենք։ Մեկ անգամ էլ ճոճքով տարբերակը փորձեք, հետո նոր երաժշտությամբ, հա։ Գնացին, հեյ, 1, 2, 3, 4, ճոճքում ենք 1, 2, 3, աջ, 1, 2, 3, 4
աջ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, աջ։ Հիմա բռնենք ճպույթները ու յոգնդով սկսենք։ Մեծ բացվեք, ժողովուրդ Փորձեք շրջանները, ներսի շրջանը և հետևում անհատ շրջանը։ Ավելի բարձր տոնական տրամադրությամբ ու միասին հեյ շասում պատրաստ միասին աջ Հարոյանի կողմից ջումլամեր պարերքն է, ենթադրվում է, որ ուխտատեղիներում կատարվող պարերքի ջումլամերն հավանաբար ուխտատեղիի անուն է, տարածաշրջանը Պուլանուկ, ձեռքերը բռնում ենք ափով, բավականին հանդիսավոր, շատ գեղեցիկ պարի, իհարկե երգներ ունի, պատրաստենք ափը բռնած, նորից աչը տակից, ձախը վրայից, առաջին 4 շարժումը գյովնդի նման է մի փոքր, ուղղակի մի փոքր նորից աստվածածնա պարի պես թեքում ունի, ձեռքերը առայժմ չենք սովորում, նոր ոտքերը անցնենք, հետո ձեռքերը, նայում ենք ոտքերը, 1, 2, 3, թաթ, ու մարմնով մի փոքր թեքվում ենք, հիմա փորձենք ձեռքերի հետ, ձեռքերը այսպես է, 1, 2, 3, 4, հիմա ոտքերն ու ձեռքերը միասին կրկնում ենք, ովքեր զսպանակ են պարի հետ զգում, հանգիստ կարող են զսպանակով պարել, պատրաստ գնացիք առաջին 4 շարժումը, հեյ, 1, 2, 3, 4, հիշում ենք, որ մի փոքր թեքում կա ու ձեռքերը գյովնդի պես դիմացում մի փոքր կարճ է, իրենք բավականին բարձր են ձեռքերը, նորից կրկնենք առաջին 4 պարաքայլը, որպեսզի պարը հստակ ձեզ մոտ հիշվի, հեյ, 1, 2, 3, 4, 5-րդ հաշվի ժամանակ, ձեռքերը առայժմ մոռանում ենք, գալիս է ոտքը դեպի ձախ, 5 և 6-րդ հաշվի նորից թաթ ու թեքումով դեպի ձախ, պատրաստ նորից ձախ թաթով գնացի, 5-ը,
Hey, 5, 6, ձերքն ենք փորձում նորից, ոտքը դրեցինք, ձերքը իջնում է ոտքի հետ, 3, 4, 5, 6, կրկնենք առաջին 6 պարաքայլը, պատրաստ, 3, 4, 1, 2, 3, 4, կներեք ձերք չի իջնում, 6, որից հետո աջ ոտքով խորը քայլ են կատարում դեպի ձախ, 7, 8, 8-րդ հաշվի նայեք, թաթ ենք դնում, ձախը աչի կողքին, նորից կրկնեցինք սկզբից, 3, 4, 1, 2, 3, 4, 5, 6, խորը, 7, 8, 9, 10, ձախ ոտքով դեպի ձախ, 9, աչ թաթ 10-ին, կրկնենք, պատրաստ, 3, 4, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, հիմա անցնենք ձերքերին 9-րդ պարաքայլի ժամանակ, ձերքերը կենտրոնից պտույտով, հանդիսավոր պտույտով, գնում է դեպի աչ, նորից վերադառնում կենտրոն, պատրաստ 9-րդ պարաքայլը, գնացինք ձախով դեպի ձախ, հեյ, 9, 10, կրկնենք նորից 3, 4, 9, 10, հիմա ամենասկզբից ու արդեն երաժշտության պատրաստ 3, 4, 1, 2, 3, 4, 5, 6, խորը, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, պտույտը չեք լղոզում, շատ հանդիսավոր կատարում եք, հիմա խնդրեմ ջումլաներ, երաժշտություն ձերքերը ափերով ու էլի գյովնդի դիրքերով ենք պահում, պարը երկու մասից է բաղկացած, միջին տեմպով և արդեն ավելի թռիչքային դերվերի տարբերակով։ Կրունկ, կիսա, քայլ, քայլ, 1, 2, 3, բայց առաջ չենք գալիս, միայն գնում ենք աչ, աչ, 2, 3, ձախ, 2, 3, քայլ, քայլ, ձախ, 2, 3, ու հիշում ենք առաջ չեն գալ, ընդամենը մարմինը մի փոքր թեքվում է աչ գնալիս ու միայն պարագծով դեպի աչ են գնում, հիշում ենք, բայց հիմա նորից մեծացնենք, 2, 3, ձախ, 2, 3, աչ 2, 3, ձախ 2, 3, հիմա նույն քայլերով փորձենք ձախ գնալ, 2, 3, 3, ձախ ոտքը առաջ հոսեցին, ձախ ոտքը պահում ենք առաջ կոպսում ու մի անգամից բարձրանում ենք 4 քայլով հետ, գնացինք, հարված ձախ, հարված աչ, հարված ձախ, հարված աչ, մի քիչ բան, մի հատ աչ ենք գնում, մի հատ առաջ, մի հատ աչ, մի հատ առաջ, դանդաղի ժամանակ աչ ու ձախ, բայց արագը մեկ անգամ էլ փորձենք, հա, պատրաստ 3, 4, 1, 2, 3, տեղում, հարված ձախ, հարված աչ, հարված ձախ, ու աչով առաջ, աչ, ձախ, ձախ կշարած, նշվեցինք, հարված ձախ, հարված աչ, հարված, նորից դեպի աչ, գնացինք, 1, 2, 3, 4, հարված ձախ, հարված աչ,
հարված, ձախ, Աչ, առաջ, մեկ, Պզելուց պաուզա չկա, միանգամից ևրկեք։ հեյ, քնիչք, հարված, ձախ, հարված, աչ, հարված, ձախ, հարված, աչ։ Մենք պատրաստ ենք հիմա երաժշտության։ մենք են ենք պատրաստ չեն ժողովուրդ։ Շատ երաժշտություն ենք հեռավորենք։ Ավելի հարդ քնիչքներ չկա։ Ձախ, հեյ, 15 շրջանը, որպեսզի իրար կարողանանք տեսնել ու առաջ
նախորդ գյուղընդներին, քայլերը սկսում ենք աջ ոտքից, 1, 2, երկու ծնկածալով, հաջորդ մեր երկու քայլը արագ է ստացվելու, 1, 2, 3 ու ձախ ոտքը հավաքում ենք, առաջին քայլերը, առաջին երկուսը դանդաղ և ծնկածալով, մյուս երեքը արագ, գնացի, հեյ, 1, 2, 3, 4, 3, ձախը հավաքվեց, մեկ անգամ էլ ենք կրկնում, հեյ, 1, 2, 3, 4, 3, ձախ, ձախ, 8, ձախ ոտքը դրեցինք աչի կողքից, նորից բացակ առաջ, հեյ, 7, 8, 9, 10, մեկ քայլ անգամ սկզբից, 2, 3, 4, 5, 6, 7, 8, ձախ աչի կողքից, 9, 10 Բին Կարինեի երաժիշտների ձայնագրություններ, այն ձայնագրությունները, որոնք այսօր օգտագործել ենք, բոլորին շնորհակալ ենք։ Հիմա Շուշպաբերդը խնդրում եմ մեր DJ-ին, միացնի Շուշպաբերդը, բարելու ենք, բայց ապարանի գյուղընդ, երկու թանկ տարածքներ միացնում ենք երկպարով իրար։ Երաժշտությունը։ Համբերատար սպասում ենք մինչև գտնենք շտարը։ Չէ, Շուշպաբերդը ներողություն ենք խնդրում, որ այսքան ուշադիր եք, որ սա ապարանի գյուղընդ է, բայց սպանում ենք Շուշպաբերդի երգի տակ։ Բայց մինչ երաժշտությունը սկսել է, ես առաջարկում եմ ձեր Շուշի հետ Արցախի բարբարով։ Սկզբում զույգերով ենք անում, հետո դառնալու ենք մեծ շրջան։ Այստեղ Դավիթ Շողեր, խնդրում եմ, այս անկյունում Դավիթ Շողեր, եկեք այստեղ։ Այս անկյունում կանգնեք, եւ արագ կազմակերպվում ենք։
Բարի ինքը հենց դաշտերում պարվող պարեր այնպես Որեցինք ընդամենը այստեղ կրունկի փոխարեն թաթ է լինելու, այսպես։ բայց եկեք Թաթ 2-3, ձախ 2-3, աջ 2-3, մի փոքր Դավիթ գնացեք առաջ, որ նայեք Այստեղ խնդրում եմ բացեք տարածքը, որովհետև լավ առաջ են գալու։ Ամեն զույգ նայեք, որ ձեր դիմացը մի մեկ զույգ լինի, հա, այդպես շարքը դասավորեք, այստեղ արդեն երկու շարք ունենք ձևավորված։ Հիմա Մի մասը դուրս են մնացել։ Պարակայրերը հենց մեր հայկական լեռնաշխարհի ոչ հարթավայրային վիճակն են ներկայացնում, որովհետև անընդհատ բլուրներ, անընդհատ խոչընդոտներ ու մեր պարակայրերի մեջ էլ կտեսնեք այնքան տատանումները, նայեք 1, 2, 3, ձախ 2-3, աջ 2-3, ձախ 2-3, եկեք մի փոքր փորձենք, մինչև պոչը կկանգնի, Դավիթ շո։ Ամեն մեկը նայեք ձեր դիմացի զույգի, ես եք ճանապարհը խնդրում ենք բացեք, հեյ, աջ, արեք, ձախ, 1, 2, ձախ, աջ, ամենշիկ մեկում եք անում, չեք քայլելու պետք է լինա։ Շարքի զույգերն ամենակարևոր պայմանը դա է։ Այստեղ եք խնդրում եք, որտեղ պարել Աջ կողմիները աջ են գնալու, ձախերը ձախ, Բայց հասնում ենք հայացի, հասնում եք իսնով, տեսախցիկ իրեք, հասնում նոր կիսվում ենք, անպայման հասնած տեսախցիկին հեյ ենք ասում ու կիսվում ենք։
Saludos, ahorita van a hacer.